Ազատության մեջ միակն է, ինձ լավ պայլ։ Ձեր մեսիջը ճիշտ հասկացա, բայց դա ձեզ ավերաբերում, որ ինձ լավ պայլ։ Սա նշանակում առաջի հունիսի 7-ին քվեարկել համար 10-ին։ Համաձայն է։ Սիրելի ժողովուրդ, միջև բուն եղույթից անցնել առաջարկներին հենց մտանք ձեր տարածք, լիճ, ճոպանուղի և այլն։ Հիմա ուղղակի ասեմ, որ Ծաղկաձորի ճոպանուղին կառուցելուց հետո 2-3 տարի անց շինարարությունը դեռ գնում էր, ջերմուկից մի պատվիրակություն էր եկել և խնդրել են, որ անպայման նաև ճոպանուղի կառուցենք ջերմուկում։ Եվ կառուցել ենք։ Իջևանից ոչ ոք չի եկել, չի ասել։ Եթե էլի պատվիրակություն գար ասեիք, հաստատ տեղել կառուցել։ Ես չգիտեի, որ այդ բանը կա, այդ զաբրոսը կա, ուրեմն կառուցելու ենք։ Այսօր կցանկանայի մի քանի խոսքով ոտիկիսվել ձեր հետ անվտանգության հարցերի շուրջ։ Ինչու անվտանգության, արդեն Քրիստինեն դրա մասին ասաց, հաստատ ամսի 28-ին փորձելու են մի պարար կազմակերպել ևս մեկ անգամ սենց թոս փչել, լողի աչքի, իպրեք ինչ-որ բան են անում բանակի համար։ Անվտանգության ունիվերսալ համակարգ ամբողջ աշխարհում հետևյալն է. մարտունակ ժամանակակից բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։ Կրկնեմ այդ միտքը, մարդկությունը ուրիշ մոդել չի որոնել։ Հիմա փորձենք հասկանանք ինչին ենք մենք պարտվել 20 թվականի 44 օրյա պատերազմում։ Պարտվել ենք, որովհետև այս 3 կարևորագույն գործոնները խաթարվել են։ Բանակը քայքայել են 18 թվականից սկսած։ Առաջնորդը, երբ ասում եմ ուժեղ առաջնորդ, հաստատ Նիկոլ Փաշինյանը չի գալիս ինձ։ Արջև, այն ժամանակ գոնե թմբուկների վրա որ բան սովորացել էր միության ավելի ուժեղ առաջնորդներ, բայց ուղղակի խայտարարություններ և հայտնի կադրերը և ռաժոկը չէր կարող միացնել խալաշնիկների ավտոմատը։ Այսպիսի գերագույն գլխավոր ժամանակար ենք ունեցել։ Եվ երրորդը փչացրեց հարաբերությունները մեր դաշնակցիների։ Ուրեմն 3 այդ կարևորագույն կոմպոնենտներ մտածված հետևողական քայլերով քայլել են։ Արդյունքը շատ ծանր էր ժողովրդի համար։ Բայց գինը այդ սխալների համար տվել է մեր ժողովրդին։ Բազմաթիվ զոհերով, վիրավորներով և տարածքային կորուստներով։ Եվ այդ հիմարությունների, այդ սխալների հեղինակը ոչ թե գին չի տվել, պրեմիա է ստացել, լուրջ։ 21 թվականին ընտրվել է, նորից ընտրվել է վարչապետ։ Ողբերգության համար, իր սխալների համար ժողովուրդը գինը տվել, բայց այդ սխալները կատարողը պրեմիա է ստացել։ Հենեն ինչ պրեմիա։ Ինքը նաև համարում է, որ ինքը մանդատ է ստացել այդ ավերիչ գործը շարունակելու համար։ Մանդատ է ստացել Ղարաբաղը հանձնելու համար։ Միայնակ Ղարաբաղի ժողովրդի անունից որոշելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմի։ Եվ իմ մոտ ուղղակի հարց է առաջանում։ Բոլոր նրանք, ովքեր 21 թվականին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի համար։ Գիտակցում են, թե ինչ հետևանքներ է այդ քվեարկությունը ունեցել։ Հույս ունեն, մեծ
վկայությունը այն ամենամի այսօր կա։ Ինչ ենք մենք տեսնում այսօր, նույնն է կատարվում, նույն սխալները, այս մարդը կամ ընդհանրապես փորձից որևէ եզրակացություն չի անում, կամ հատուկ ծրագիր է իրականացնում, ուրիշ բացատրություն ես այստեղ ուղղակի չունեմ։ Գիտեք, ժողովրդի, ասում են ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց ցավը երկար է։ Եվ միգուցե այդ ցավը հիշեցնելով մենք կարող ենք թարմացնել այդ հիշողությունը։ Վերադառնամ այդ պլանավորվող паради մասին, որը 28-ին կունենա եւ Քրիստիանեն հիշեցրեց այդ սուերի դեպքը։ Այն գումարները, որոնք նախատեսված էին փող համակարգի համար, այդ գումարներով հակաօդային պաշտպանության համար, այդ գումարներով գնվել են սումներ մոտ 20 միլիոն դոլար, որոնց հետ չեն գնել քարտերներ եւ այդ սուերը գոնե մեկ մարտական խնդիր չեն լուծել, որտեղ զենք չունեին, այսպես ասեմ, սիրուն լավ ինքնաթիռը, բայց այդ ինքնաթիռը մարտական գործողությունների համար չես կարող օգտագործել։ Մի խայտարակություն է, որի համար ոչ մեկը պատասխան չտվեց։ Եթե գնային փոփ համակարգերը, հաստատ 100% վստահությամբ ասում են, բայրակտարների հարցը կլուծեին եւ պատերազմը լրիվ այլ կերպ կավարտվեր։ Մենք այդ պատերազմում պարտվել ենք անօթաչու սարքերի։ Մենք չունեինք, իրենք այդ առումով բավական հագեցված են իրենց հնարավորություններ, իրենց բանը։ Հիմա մեզ ցույց են տալիս, ես այդ կադրերը տեսա, թե ինչ զենքեր են գնում։ Ժողովուրդ ջան, նորից գնում են զենքեր, որոնք չեն կարողանալ օգտագործել անհրաժեշտության դեպքում։ Դա Աստված, որ այդ անհրաժեշտություն չունի, բոլորս ձգտում են խաղաղության, բայց եւս գնում են զենքեր, որոնք չեն կարողանալ օգտագործել։ Ֆրանսիական հրետանի է, որը լավն է, բայց հրետանին առանց արկերի ոտի մետալում, քանի տոննա մետալ։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, քարտեզի նայեք, Ֆրանսիայից, այդ արկերը ոնց պետք է բերես Հայաստան հասցնես անհրաժեշտության դեպքում, որ ճանապարհով։ Ես մի բան հիշեցնեմ, 44 օրյա պատերազմի ժամանակ միայն Իրանի սահմանն էր բաց եւ Իրանի օդային տարածքներ բաց նման կարգի ցես մատակարարումների համար։ Միայն Ռաստանը փակ։ Հիմա այս ինչ կատարվում է Իրանի շուրջ, նշանակում է նաեւ այստեղ է փակ լինելու Ֆրանսիայից NATO-ի անդամ երկրից բերելու համար։ Հիմա ինչ է կան։ Կամ քարտեզ չեք նայում, կամ ընդհանրապես չգիտեք քարտեզը ինչ է։ Եվ իմ մոտ ինձ հարց են տալիս, ինչի համար է սա։ Ինչի համար ենք մենք ևս հսկայական գումարներ ծախսում զենքի վրա, որի օգտագործման հնարավորություն չենք ունենալու։ Ինչ որ մի քանակի արկեր բերել են, ենթադրում եմ, բայց դա ինտենսիվ պատերազմի ժամանակ ընդամենը 2-3 շաբաթ աշխարհը լինելու։ Ու վերջ։ Եվ միայն բացատրությունը հետևյալն է։ Ֆրանսիական ռազմավարությունաբերական կոմպլեքսի ֆինանսավորել են, որ Մակրոնը գա եւ համբուրի։ Ասի ապրի։ Մի փոքր շատ լավ տղա է։ Սրա համար է մեր երկրի։ Ես մի բան պետք է իմ մանկության հիշողությունը, սուրաթի սուր հիշողությունը մնացել։ Երևի երրորդ դասարանի երեխայի մեր կարծերս մեղով
խաղում էի եւ այդ մեխը ռազետկայի մեջ գցել։ Հոսանքը նենց ատվել։ Ինձ դարավային որ ասում աչքերը միտքեցի կրակատվել։ Դրանից հետո երբևէ ծեր մտքովս չեմ կարող անցնել, որ ես կարող եմ այդ մեխը եւս բերել ռազետկայի մեջ։ Որտեղ այդ հոսանքի հարվածը կերել եմ։ Հիմա մի վարշապետ ունենք այս երկրում, որ այդ մեխը վերցրած, մանա գալիս թե որտեղ մի ռազետկա։ Խնդիրը նրա մեջ է, որ այդ հոսանքը իրեն չի խփում, ժողովրդին է խփում։ Ось մեկը մեխը վերցրած ռազետկաների մեջ գցում, այդ հոսանքը ժողովրդին է տալիս։ Զոհերով, վիրավորներով, տարածքային կորուստներով։ Հիմա իմ առաջարկը ինչն է։ Այդ մեխը ձեռից վերցնենք։ Եվ այդ մեխը ձեռից վերցնելու տարբերակը մեկն է։ Հունիսի 7-ին քվեարկել 17-ի համար